Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, փոքրիկ արձագանք պարոն Վարդանյան, ես խիստ կզարմանայի, եթե դուք տեսնեիք ժողովրդավարության հետ ընթացի նախադրյալներ, որովհետև կարծես թե բոլոր իշխանությունները ձեզ համար խոսքը հենց անձամբ ձեր չէ, այլ ձեր իշխանության համար ավտորիտար ռեժիմներ էին, բայց ձեր իշխանությունը ժողովրդավարության բաստիոն, ինչպես բազմիցս անգամ նշել են ձեր տարբեր падգամավորները։ Բայց մենք ապրում ենք Հայաստանում, մենք ամեն օր շփվում ենք ձեր ժողովրդավարության հետ եւ շատ լավ տեսնում ենք այդ ժողովրդավարության հետևանքները։ Հիմա գալով հայտարարության, այո, հայտարարության տեքստը հայտարարությունը հնարավորություն է տալիս լսումներ անցկացնել եւ ես նաեւ նշեցի, որ թեև ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ դուք կողմ կլինեիք կամ կընդունեիք հայտարարության մեջ նշած ձևակերպումները, բայց միևնույն ժամանակ հոգու խորքում ուզում էի հավատալ, որ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դուք չէիք կարող անտեսել եւ անմասն մնալ այն բռնաճնշումներից, որ տեղի ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, իսկ դրանք կան եւ գիտեք, մենակ հերքելով դրանք չեն վերանալու։ Հիմա անդրադառնալով ելույթների ընթացքում որոշ արված դիտարկումներին, պարոն Տիկին Քլոյան, Տիկին Հակոբյան, հատուկ ձեզ համար ելի ուզում եմ կրկնել ձեր քաղաքական ղեկավարի արտահայտությունը, որ նա արել է 2013 թվականին, որևէ քաղաքական բանդարկյալ առանձին քաղաքական քրեական օրենսգրքով պատասխանատվության չի ենթարկվում եւ չկա առանձին քաղաքական դատավարական օրենսգիրք, որով որ նրանք ենթարկվեն պատասխանատվության։ Քաղբանտարկյալներին վերագրվում են որոշակի քրեորեն պատժելի արարքներ եւ դրանով էլ փորձում են նրանց ենթարկել պատասխանատվության, բայց որպեսզի անձինք համարվեն քաղաքական բանտարկյալ, ԵԽԽՎ բանաձևը նախատեսում է, որ կալանավորումը իրականացվում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես մտքի, խղճի եւ կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների եւ միավորումների ազատության երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ։ Այս երաշխիքների խախտումը մենք կտեսնենք մեր կողմից մատնանշած քաղբանտարկյալներին վերաբերող բոլոր քրեական գործերով։ Դուք ասում եք, որ կոռուպցիայի մեջ են մեղադրվում, կոռուպցիայի մեջ մեղադրվողները պատասխանատվության չենթարկվեն եւ այլն, այստեղ շատ կարեւոր է տարբերակված մոտեցումը։ Այսինքն ինչպես է լինում, որ մեկին բերման ենթարկելու համար մի ամբողջ զորք է ուղարկվում եւ ցուցադրաբար պարկեցնում են գետնին, հետո բերման են ենթարկում, մյուսի պարագայում պարզապես իրապահ մարմինները ծանոթագիր են ուղարկում եւ այսպես շատ բան քաղաքավարի կամ ինչպես կասեր դասականը կուլտուրական ձևով իրականացնում են այդ ամբողջ վարույթը։ Գիտեք, խոսում եք հրահանգի մասին, որ նախորդ իշխանությունների ժամանակ հրահանգով էին քաղբանտարկյալներ լինում եւ այլն։ Ժողովուրդ, ով, դուք հրահանգի մասին մի խոսացեք։ Ձեր քաղաքական իշխանության ղեկավարը ազգային ժողովի ամբիոնից ասում է, ձեզ լցնելու ենք ԱԾ պատվալները։ Վերջ, դա արդեն ես չեմ ամեն դեպքում ես ասում եմ այն ինչ որ ձեր ղեկավարը ասում է ԱԺ-ամբիոնից։ Խոսում ենք Սամվել Կարապետյանի մասին, պարոն Վարդանյան, ես շատ զարմացա, որ դուք հիշատակեցիք Կիպրոսի քաղաքացի լինելու հանգամանքը, այսինքն դրանով արդարացնում եք այն, որ մարդը այժմ կալանավորված է եւ ըստ էության համապատասխանում է 1800 բանաձևի չափանիշներին, կամ ասում եք դիմել է Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային կառույցներին։ Իրավունք թեկուզ Կիպրոսի քաղաքացի Հայաստանի Հանրապետության կողմից խախտվել են իր իրավունքները, այսինքն ինքը պետք է համակերպվի խախտված իրավունքների հետ եւ չդիմի միջազգային ատյաններ իր իրավունքները վերականգնելու համար։ Թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել, բայց գամ նորից Սամվել Կարապետյանի կոչին, մարդը արդեն, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեք, 5 ամսից ավել կալանքի տակ է, մեր ձևով կմիջամտենք արտահայտության համար։ Մեր ձևով կմիջամտենք, հետո Փաշինյանի կողմից տրվեց հրապարակային մեկնաբանության եւ այդ հրապարակային մեկնաբանության հիմա վրա էր որ որոշեցին դա հանդիսանում է իշխանություն զախտելու կոչ։ Այստեղ ուզում եմ մեջ բերել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2010 թվականի որոշումը, այսինքն դինքը ընդդեմ Թուրքիայի գործին է վերաբերում, որտեղ նշվում է, որ քաղաքական խոսքը պետք է լինի պաշտպանված
Քանի որ արտահայտման ազատությամբ երաշխավորված է բոլորի իրավունքը առանց վախի արտահայտելու իրենց կարծիքն ու գաղափարները, անգամ եթե դրանք նյարդայնացնում կամ ցնցում են պետական պաշտոնյանին, ժողովուրդ ինչքան էլ ցնցվեք, խնդրում եմ մարդու ազատ խոսքը որպես կոչ չդիտարկեք, այդպես է, ես մեջբերումը արել եմ հենց անմիջապես բանից, գործից։ Հաջորդը, ինչի մասին ուզում եմ խոսել, հա, ցանկը, եկեք այդ դեպքում, եթե, հա, պարոն Վարդանյանն էլ ասեց, որ մեզ համար պետք են, եթե սխալ եմ ձեր ձևակերպում ասում, դեպքեր, թվեր, հիմնավորումներ, միգուցե այսպես, եկեք անցնենք դեմքերով և դեպքերով։ Միքայել arczepiskopos Աջապահյան, Միքայել arczepiskoposի ներողություն, հարտահայտությունը հետևյալն է, ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան։ Այսինքն այստեղ կոչը ո՞րն էր, ում էր դիմում, որ գնացեք ռազմական հեղաշրջում արեք։ Եվ հետո ասում եք դատարանում ասել է այո, ես կոչով հանդես եմ եկել, ոչ, ինքը հաստատել է իր արած արտահայտությունը, որը իր մեջ կոչի տարեր չի պարունակում, որքան էլ որ դրա մասին խոսում եք։ Ժողովուրդ, արդեն մենք հասել ենք այն աստիճանի, որ մարդկանց ոչ միայն արտահայտություններն ենք գրաքննում, այլև մարդկանց օրագիրներն ենք եւ նոթատետրերն ենք գրաքննում, հասկացանք, մարդկանց ննջասենյակներում եք կամերաներ տեղադրում, խոսակցություններն եք ձայնագրում, հրապարակում, նոթատետրերը ինչ է ձեզ համար։ Տիկին Հակոբյան, Տիկին Վարդանյան, Տիկին Հակոբյան։ Հիմա հաջորդը Բաքրատ arczepiskopos Գալստանյան մեղսագրվել է մի արարք, կհիշեք այս գործը ոնց սկսվեց, հրապարակվեց մի պլան ու այսպես բան ահասարսուր տեքստերով ժողովուրդ ձեզ պատրաստվում էին ահաբեկչության ենթարկվել եւ այլն, հետո այդ պլանը գրաքննվեց, հասկացա, որ դա ընդհանրապես նախորդ տարվա մասին էր եւ անհնազանդության ակցիաներին էր վերաբերում գործողություններ, մեկ էլ հրապարակվեց մի ձայնագրություն։ Ձայնագրությունները կտրած կպցրած եւ դատախազ ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում է այդ ընդհանուր մտքից կտրված արտահայտությունները եւ ասում ժողովուրդ ձեզ գյուլելու էին։ Հետո արդեն փաստաբանների կողմից ամբողջական հրապարակված ձայնագրություններից տեսնում ենք, որ խոսքը բոլորովին այլ բանի մասին էր։ Շարունակեմ այնուհետև, ուրեմն մնացած բոլոր ներողություն մնացածի անունները հետո կանդրադառնամ նաև իրենց խնդիրներին, Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյան, Տեր Գարեգին Քահանա Արսենյան, Սամվել Կարապետյանի մասին խոսեցի, Վարդան Ղուկասյանի մասին խոսեցի, այստեղ խնդիրը նրանում չէ, թե ինչ է կատարել, այլ խնդիրը տարբերակված մոտեցումն է։ Միևնույն այսպես նույնատիպ հանցագործությունների մեջ մեղադրվողներին մեկին ծանուցումով հրավիրում են, մյուսին մի ամբողջ բանով զորքերով են բերման ենթարկում։ Տիգրան Գալստյան, Արման Իսրայելյան, Իգոր Սարգսյան, Կարո Օկումուշյան, Արսեն Ղազարյան, Արա Ռոստոմյան, Աղվան Արշակյան, Տիգրան Թոփալյան, Լիդիա Մանթաշյանի մասին խոսեցի, սա մեր բոլորի ամոթն է, ժողովուրդ ձեր եւ մեր ամոթն է, որովհետեւ այս պահին մենք ունենք կին քաղբանտարկյալ եւ այդ քաղբանտարկյալին պատժում են բառից բուն իմաստով։ Դավիթ Գալստյան, Հրայր Հակոբյան, Արմեն Ալեքսանյան, Ովսես Շարբաթյան, Միհրան Մախսուդյան, Հայկ Շահնազարյան, Դավիթ Համբարձումյան, Գևորգ Ներսիսյան, Համբարձում Ներսիսյան, Հենրիկ Գասպարյան, Արթուր Սարգսյան, Գևորգ Ղուկասյան, Սեթրակ Խաչատրյան, Տիգրան Ավագյան, Կարուշ Հովեյան, Անդրանիկ Չամիչյան, Տիգրան Թոփալյան, Գարիկ Գալեյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, մի փոքր կանգնեմ այս գործի վրա։ Ժողովուրդ, ես հասկանում եմ, ես ինքս Արգելի գործընկերներ, խնդրում եմ Էլ եմ ասում, խորհրդարանը կարծիք արտահայտելու տեղ է, խնդրում եմ հարգեք միմյանց ելույթ ունենալու իրավունքը։ Խնդրեմ Տիկին Վարդանյան։ Ես պետք է ասեմ, որ ես ինքս չեմ կիսում տարբեր տեսակի արտահայտությունները, որոնք դուրս են ընդհանրապես քաղաքական խոսույթի շրջանակներից, բայց լինելով իրավաբան ինձ համար ուղղակի աբսուրդ է, որ խուլիգանություն կարող է վերագրվել մարդկանց խուլիգանության հոդվածով կարող են փորձել պատասխանատվության ենթարկել մի արարքի համար, որը որ ըստ էության քրեաիրավական տարեր իր մեջ չի պարունակում։ Այստեղ բացառապես քաղաքացիաիրավական հարաբերություն է եւ քաղաքացիաիրավական հարաբերության հիման վրա քրեական գործ կարելու հիման վրա հերիք չի մի հատ էլ անձանց էլի այսպես ցուցադրաբար կալանավորել, սա ոչ այլ ինչ է, քան անձին քաղբանտարկել ճանաչելու համար բավարար չափանիշ։
Այնուհետև Վահագն Չախալյան, Միքայել Արզումանյան, Արսեն Ղազարյան, Արա Խուրշուդյան, Ռոբերտ Նազարյան, Հերիկ Գևորգյան, Հայկ Սարոյան, Ռոբերտ Ստեփանյան, Գրիգոր Սարգսյան, Ռաֆիկ Հակոբյան, Արմեն Բադեյան, Նարեկ Ղուկասյան, Կարեն Հովեյան, Հովանես Միդոյան, Հայկ Էլբակյան, Կարուշ Հովեյան, Գուրգեն Ամիրյան, Արմեն Գրիգորյան, Աղավարդ Համբարյան, Արա Ավետիսյան, Լևոն Սուքիասյան, Արեն Մարտիրոսյան, Աշոտ Պետրոսյան, Արթուր Մեսրոպյան, Սեդրակ Սահակյան, Տիգրան Ավակյան, Գևորգ Ավակյան, Ալեքսանդր Կոչուբաև, Ռուբեն Մխիթարյան, թողներ են ինձ այն մարդիկ ում անունները չհիշատակեցի կամ միգուցե բաց եմ թողել։ Հարգելի падգամավորը ասում է, որ այս անձանց մեջ բազմաթիվ մարդկանց անուններ իրեն ծանոթ չեն, այո, պետք է որ ծանոթ չլինեն, որովհետև այդ մարդկանցից միայն այս թվարկածներից 23-ը կալանքի տակ են անհնազանդության ակցիաների մասնակցելու համար, որոնց անմիջապես այսպես կպցվեց բանը մասսայական անկարգություն, զանգվածային անկարգություններ, այո, մասսայական անկարգություններին մասնակցելու հանցակազմը։ Բայց այդ մարդիկ իրացնում էին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված հավաքների ազատության իրենց իրավունքը։ Բայց հիմա ոնց չասես, որ այս մարդիկ 1900 չափանիշների համաձայն հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ։ Ասում են պատիժը պետք է Տիկին Հակոբյան չէ, դա եք մատնանշում, որ եթե անհամաչափ Չէ, առավելագույնի մասին էստեղ չի խոսքը գնում, այն խոսքը վերաբերում է մի վարքյան կալանավորման ժամկետը, այստեղ պատժի մասին չի ընդհանրապես խոսքը, այլ ընդհանրապես կալանավորման ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին։ Հիմա որ այս մենք տեսնում ենք, 2 ամիսը 1, 3 ամիսը 1 կալանքները երկարացնում են, այդ թվում նաև Լիզիա Մանթաշյանի կալանքը երկարացվեց, համաչափ է այդ կալանքի երկարացումը իր կողմից կատարած արարքին։ Կամ պատժին Միքայել Սրբազանի համար նշանակվեց դատարանի կողմից ազատազրկում 2 տարի ժամկետով։ Մենք նայում ենք միևնույն դատարանի նմանատիպ գործերով կայացրած որոշումները, դատավճիռները եւ նայում ենք միևնույն ծանրության այլ հանցակազմերով որոշումներ եւ տեսնում ենք, որ այնտեղ ազատազրկման հետ կապված պատիժներ չեն նշանակվում։ Գալով էլի Միքայել arczepiskopos Աջապահյանին պետք է նշեմ, որ հարգելի հայրենակիցներ, ձեզ եմ ուզում հիշեցնել, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը հայտարարություն արել էր դեռևս 2023 թվականին, այնուհետև դատախազությունը գտել էր, որ այդ հայտարարությունը իր մեջ հանցակազմ չի պարունակում, մեկ էլ հետո անցնում մի որոշ ժամանակ եւ որոշեցին, որ սա այլևս կոչ է իր մեջ պարունակում։ Հետևաբար այստեղ քաղաքական հետապնդում արկա է։ Իմ կողմից թվարկված 64 եւ ավելի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Այս քաղաքացիներից գրեթե 40-ն է, որ գտնվում են կալանքի տակ։ Ուզում եմ հատուկ ընդգծել նաև Ալեքսանդր Կոչուբաևին եւ Ռուբեն Մխիթարյանին, վերջիններս իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչներ են հանդիսանում։ Այո, մենք կարող ենք չկիսել Ալեքսանդր Կոչուբաևի արտահայտման ձևը, բայց կալանավորման ձևը, բերման ենթարկելու եւ կալանավորման ձևը դա ուղղակի խայտառակություն էր։ Ուղղակի խայտառակություն։ Ինչ էր անելու, Կոչուբաևին եթե այդ տարբերակով բերման չենթարկեին, ինչ էր անելու, գրառման մեջ ստորակետ էր ավելացնելու, հա։ Դա վերաբերմունքն է, հասկանում եք, դա ցույց է տալիս, թե ինչպես է իրավապահ համակարգը վերաբերում բոլոր այն գործերին, որտեղ կան քաղաքական ենթատեքստեր։ Հիմա նույնը վերաբերում է Ռուբեն Մխիթարյանին։ Ակցիայի ընթացքում մենք բոլորս տեսնում ենք ձեռքերը պարզած փորձում եմ հանդարտեցնել, քննչական կոմիտեն ասում է դրանից առաջ մենք ուրիշ բան էինք նկատել, ինչ էր անում, ասեղով ծակում էր ոստիկաններին, այդ մենք չնկատեցինք դա։ Հասկանում եք, նույնիսկ հիմնավորումները զավեշտի են վերածվում։ Ես շատ երկար կարող եմ խոսել այս գործերի մասին, ես շատ երկար կարող եմ նրանցից յուրաքանչյուրով մատնանշել են հիմքերը, որոնք 1900 բանաձևի համաձայն կարող են դիտարկվել որպես քաղբանտարկյալ ճանաչելու բավարար չափանիշներ, բայց ուզում եմ կրկին վերադառնալ 13-011 զեկույցին, որի մասին խոսեցի հենց հայտարարությունը ներկայացնելու ժամանակ։ Մենք անձի վերաբերյալ քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ հայտարարությունը հերքելու պարտականությունը ընկնում է պետության վրա, իդեմս իր իշխանությունների, այսինքն մարդը ինքը պարտավոր չէ ապացուցել, որ ինքը հանդիսանում է քաղբանտարկյալ։ Ախր չմանիպուլացնենք, էլ խոսքը վերաբերում է կառույցում, ՄԻԵԴ-ում, ԵԽՎ-ում եւ այլն, այնտեղ այո,
պետության վրա է դրված Չէ, պարտադիր։ այդպիսի սահմանափակում չի նախատեսում Բայց ոչ օրինակ Չէ, զեկույցը այդպիսի սահմանափակում չի Բայց նախատեսում։ զեկույցը եղքվը զեկույց է, իրանց համար է, այդ զեկույցը չես կարող վերես տուն հիման պահես։ վրա է, որ ընդունվել է 19:00 բանաձևը։ Եվ այսինքն ելնելով այս զեկույցի ձևակերպումներից է, որ 19:00 բանաձևը նախատեսել է այդ ձևակերպումները։ Եվ վերջում ունեզրկումից խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որը այսօր հեծի նկատմամբ չգիտեմ ինչ է իրականացնում։ Ես պիտի ասեմ Տիկին Վարդան, Այնուհետև գոնե էդի մի ասեք, գոնե դա մի ասեք։ Թույլ տվեք շարունակեմ։ Գիտեք, խոսում եք նախկին իշխանությունների ժամանակ տեղի ունեցած բոլոր ձեր կողմից նշվող խնդիրների, բռնաճնշումների եւ մնացած այլ չգիտեմ, ձևակերպումները նույնիսկ չեմ ուզում հիշել, խնդրում եմ մի ստիպեք մեզ հիշել, վերհիշել եւ հիշատակել ձեր իշխանության օրոք տեղի ունեցած ողբերգությունները, որոնք որ տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության, Արցախի մեր հայրենակիցների հետ, ել չեմ խոսում արդեն այն կորուստների մասին, որ մենք ունեցել ենք։ Այսքանը խնդրում եմ քվեարկության չդնել հարցը, քանի որ առաջիկա լսումների արդյունքում կներկայացվի հայտարարության լրամշակված տեքստը։ Շնորհակալ եմ։